Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, Արարատի եթերում բարև ես եմ հաղորդաշարն եմ։ Միացեք մեր զրույցին։ Այսօրվա իմ զրուցակիցն է դիրիժոր Տիգրան Հաղնազարյանը։ Բարի երեկո, շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ ժամանակը մեզ հետ կիսելու։ Բարի երեկո։ Եթե դեմ չեք, սկսենք մասնագիտության ընտրությունից, բնական է, որ ձևավորվել եք երաժշտական մշակութային ընտանիքում եւ ենթադրելի է, որ մասնագիտության ընտրությունը կարող է լինել երաժշտական ոլորտում։ Որքանով է ձեր համաձայնությամբ եւ ձեր նախընտրությամբ եղել գործիքի ընտրությունը։ Մի քիչ պայմանավորված է եղել այն բանով, որ իրոք բոլորս երաժիշտ ենք ընտանիքում եւ պարզապես ինձ թվում է պետք է ինչ-որ գործիքի տիրապետեի ամեն դեպքում։ Երևի պապան փորձեց իր կողմը ավելի շատ շեղել, ասենք ասենք, եւ ջութակի ինձ տվեցին։ Ես չափսոսացի ճիշտ ասած, որովհետև հիմա իմ դիրիժորական մասնագիտության մեջ շատ դա օգնում է, որ ես ջութակար եմ, տիրապետում եմ ջութակին եւ այլն։ Իհարկե դիրիժորը պետք է տիրապետի ամեն տեսակի գործիքի, բայց ջութակը առաջին գործիքներից մեկն է, որ օպերային սիմֆոնիկ դիրիժորը պետք է անպայման իմանա եւ տիրապետի։ Իսկ ինչով էր պայմանավորված տեղաշարժը դեպի դիրիժորական արվեստ։ Գուցե այն փաստով, որ ձեր հայրն էր դասավանդում ձեզ, որովհետև չէ որ որքան համաձայնում ես քո ծնողի հետ, այդքան սովորաբար մերժումներ են առաջանում, անհամաձայնություններ, բնական ինչ-որ երևույթներից ելնելով, սրանք ոչ թե մասնագիտական անվստահություն է, այլ հայր եւ որդի հարաբերությունների արտահայտում։ Ինձ հիմա դեր չի խաղացել ճիշտ ասած, որ ածի դետի, հա, ինչպես ընդունված բան է, այո, ճիշտ է, ինչ-որ հայրական նեղումներ ես շոշափել եմ անձնական իմ վրա, այդ ամեն ինչը տեսել եմ, ոնց է, որ հայրը խիստ է, հայրը ուզում է, որ դու անդադ պարապես, եւ բայց դե հայրս այն տեսակի մասնագետ է, որ ուրիշ տեսակի հնարավոր չի, այսինքն իր մոտ ամեն ինչ պրոֆեսիոնալ շատ բարձր մակարդակի պետք է լինի, բայց ճիշտ ասած որոշումը անցնել դիրիժորական մասնագիտության շատ եղավ ոնց որ թե աճում էր ջութակից իմ դիրիժոր լինելը եւ պատահական բաներ տեղի ունեցան մեր համակուրսեցիների կամերային նվագումը եւ երբ գործում էր ես կոնցերտմայստերն էի նվագախմբի եւ մեկ օր մեր դիրիժորը չկարողացավ գալ փորձի, խնդրեց ես անցկացնեմ փորձը, իսկ առաջ անգամ պարտիտուրա էի տեսնում։ Իմիջիայլոց որ պարտիտուրաներ առաջին անգամ դա ուրեմն այն է Kleine Nacht Musik-ներ Մոցարտի, Маленькая ночная серенада։ Եվ փորձից հետո մեր դիրիժորին իմ բոլոր համակուրսեցիները ասացին, բա գիտես Տիգրանը կարող է շատ տաղանդավոր դիրիժոր լինել։ Որից այնուհետև իմ ընկեր դիրիժորը, ապակա ընկեր դիրիժորը, որ մեր կամերայինի ղեկավարն էր, ծանոթացրեց, ինձ ներկայացրեց ավելի շուտ իմ ապագա ուսուցչին, առաջին եւ շատ կարեւոր իմ կյանքում ուսուցչին Էմիլ Լեոնտին Խաչատրյան։ Այո, եւ ես փորձեցի ինչ-որ Մոցարտի սիմֆոնիա ղեկավարել դասարանում Եվ Էմիլ Լեոնտին մի քանի տակտից ուղղակի ասեց ամեն ինչ պարզ է, ես մեծ հաճույքով քեզ կվերցնեմ դասարան։ Ոնց որ գնա եւ գործերդ դուր ընդունի հա դիրիժորական ֆակուլտետ նաեւ։ Եվ նենց ասեց, որ փաստորեն ես զուգահեռ սովորում էի որպես ջութակար եւ դիրիժոր այո մեր Երևանի կոնսերվատորիայում։ Հետո արխիվում էր Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան լեգենդար Իլյա Ալեքսանդրովիչ Մուսինի մոտ եւ այլն Կուրտ Մազուրի լեգենդար Կուրտ Մազուրի մոտ մաստեր կուրսերը եւ պրակտիկան աշխատանքը արդեն
Ռուսաստանում ծավալուն, այո, Ես ուզում եմ հասկանալ այդքան փորձություններ ունենալով, այդքան բազմեզր բազմագույն ճանապարհ անցնելով, համարում եք արդյոք, որ կա դպրոց հասկացություն, որովհետև շատ հաճախ երաժշտագետները անդրադառնալով ձեզ անպայման նշում են ամուր դպրոցի առկայությունը։ Դիրիժորական առումով, այո։ Իհարկե կա դիրիժորական դպրոցի հասկացողություն եւ հենց ինձ բախտ է վիճակվել այդպիսի լեգենդար եւ հիմնադիրի մոտ, основатель Ленинградской дирижерской школы, коим является Илья Александрович Мусин, որի սաներն են Վալերի Գերգիևը, Յուրի Տեմիրկանովը, Վասիլի Սինայսկի, շատ առաջատար դիրիժորներ։ Իհարկե, top դիրիժորներից են։ Եվ փաստորեն իրոք բախտ է վիճակվել սովորել հենց հիմնադիրի մոտ այդպիսի տաղանդավոր դասատուի, ինչպես Իլյա Ալեքսանդրովիչ Մուսինն է։ Կա դպրոցներ տարբեր, Լենինգրադյան դպրոց կա, Մոսկովյան դպրոց, եւ ինձ բախտ է վիճակվել սովորել ուսանել համ Մոսկովյան դպրոց, որտեղ Էմիլ Լեոնիչ Խաչատուրյանը տիպիկ մոսկովյան դպրոցի ներկայացուցիչ է եւ Լենինգրադյան եւ դա ինձ շատ հաճախ օգնում է իմ դիրիժորական վարպետության մեջ եւ գործի մեջ, որովհետեւ շատ տարբեր դպրոցներ են եւ մեկը մյուսին взаимодополняет, փոխլրացնում են։ Այո, փոխլրացնում են։ Շատ դիրիժորների գիտեմ, որ գալիս են օրինակ Լենինգրադի նորախմբերի հետ աշխատում են եվրոպական դիրիժորներ, top դիրիժորներ, որոնք ունենում են խիստ ձևի խնդիրներ առաջի երկու ինչ-որ տենց փորձերի ընթացքում, որովհետև չի համընկնում դիրիժորական տեխնիկան եւ ոչ նորախումբը երաժիշտների պատկերացումը, ընկալում չկա։ Այո։ Եվ դպրոցները կան իհարկե որոշակի եվրոպական դպրոց դիրիժորական վառ ներկայացուցիչներից Յորմա Պանուլան է, ֆին դիրիժոր, որը նաև ունի մի շարք տենց սաներ, տոպ երաժիշտ դիրիժորներ, եւ գիտեք միշտ վիճում էին Մուսինին եւ Պանուլան, թե որն է լավ, բայց իհարկե երկուսն էլ շատ տաղանդավոր եւ շատ հիմնովին դպրոցներ են։ Համար որն է ավելի լավ դժվար է ասել, բայց իհարկե այդ փաստը կա, որ դիրիժորական դպրոցներ կան եւ պետք է լինեն։ Որովհետեւ դիրիժորը, որ գալիս է նորախմբի մոտ, պետք է մաքսիմալ քիչ խոսա եւ մաքսիմալ ձեռքերով փորձի շատ բան ցույց տալ։ Եվ դա հենց դիրիժորի առաջի показатель, да, դիրիժորского мастерства։ Առաջին ցուցանիշն է։ Ես ուզում եմ հասկանալ այս դեպքում որքանով են կարևոր անհատական ինչ-որ հատկանիշեր, առանձնահատկություններ։ Պետք է խառնվածքում ունենալ ինչ-որ գծեր, որոնք կարող են օգնել ղեկավարման ժամանակ, թե սա զուտ կրթական մոտեցում է եւ եթե լինի բնատուր օժտվածություն երաժշտամտածողության հարցում եւ լինի համապատասխան կրթություն երաժշտական պատկերացումի հարցում, կարող է լինել տաղանդավոր մեկնաբանություն։ Բնավորության ինչ-որ գծեր պետք են արդյոք դիրիժորին։ Իհարկե, դիրիժորը պետք է անպայման փորձի միշտ լինել, գիտեք, ոսկե միջինով անցնի, հա, ոնց ասում, золотая середина, ոչ դիկտատոր, ոչ շատ լիբերալ, ոնց ասում են, առանց бесстержня դիրիժոր, да, то есть եւ շատ ինչ որ տենց հատկություններ պետք է ունենալ ներքինում եւ միշտ պետք է լինել մի քիչ առաջատար, քան որևէ երաժիշտը նորախմբի, որովհետեւ ինչ որ բան դու պետք է կարողանաս ավելի բարձրից բացատրել, հա, ավելի բարձրից հասկացնել երաժշտին, որտեղ եթե դիրիժորը այդ ամեն ինչը չի տիրապետում կամ ինչ-որ բան չգիտի, համերգը չի կայանա, նորախումբը չի հասկանա այդ դիրիժորին։ Եվ դիրիժորը պետք է լինի շատ ներսից համ հարուստ, համ կարողանա միացնել նորախումբը։ Միացնել ոչ միայն միմյանց միացնել, այ միացնել ոնց որ մեքենան է միանում, հա, ոնց որ տենց, եթե նվախումբը միացավ, դա փոխանցվում է
հանդիսատեսին եւ հաջող դիրիժորը իր մեջքով զգում է այդ круговорот, да, вот всего этого вот передачи. Дирижер сам по сути это ротор, это мотор всего. Եվ եթե դու այդ ամեն ինչով չես տիրապետում եւ դու պրոֆեսիոնալ չես, տեմպերամենտ չունես, հա, ոնց որ ասում են, դու չես կարողանա այդ ամեն ինչը կարողանաս զարթնացնես եւ հետաքրքրությամբ կարողանաս ցույց տալ հանդիսատեսին։ Իսկ որն է պատճառը, որ լինելով այսքան ազատ ժամանակում, լինելով ազատ մտածողության կրող, այնուամենայնիվ դարձյալ կարողանում եք պահպանել մի գլխավոր սահման եւ եզր, որ երաժշտագետները անդրադառնալով ձեզ միշտ նշում են, որ դասական մոտեցումը եւ զգուշավորությունը կա, այսինքն հեղինակի պատկերացումի խեղաթյուրում չի լինում։ Լինում է մեկնաբանություն, մեկնություն, ժամանակի ընկալում, այդ պահի զգացողության վերարտադրում, բայց անպայման հարգանք եւ վերաբերմունք կոմպոզիտորի նկատմամբ։ Սա առանձնահատուկ է, քիչ նկատելի է այսօր։ Քիչ դիրիժորներ կան, ովքեր կարողանում են այդ սահմանը չկորցնել եւ իգրա на публику հասկացություն կա, դրանից խուսափել։ Գիտեք, իրոք շատ տարբեր տեսակի դիրիժորներ կան, կան շոումեն դիրիժորներ, կան շատ խորիմաստ դիրիժորներ։ Ամեն դեպքում ցանկացած դիրիժոր շոումեն նա թե շատ խորն է ընկալում, ինքը պետք է առաջինը կոմպոզիտորի ուզեցածից ելնելով ասի ինչ որ ուզում ասի այսինքն այդ հասկացողությունը որ мы видим ноты но мы должны смотреть между нотами и мы должны понимать то есть երբ որ մենք բացում ենք պարտիտուրը եւ մենք պետք է գանք առաջի փորձին մենք ծայրից ծայր պետք է իմանանք ամեն ինչ գործի մասին կոմպոզիտորի մասին ոչ միայն ընդհանուր ինչ-որ բաներ, այ հենց կոնկրետ այդ շրջանի երբ ինքը գրել է, ինչ տարապումներ ա ունեցել, հա, ինչ վիճակում է գտնվել, պատմությունը այդ գրվելու ընթացքում։ Օրինակ հիմա սիմֆոնիկ պարերն ենք մենք պատրաստում մեր հիանալի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ես իհարկե անշուշտ պատրաստ եմ ամեն տեսակի այդ գործը ներկայացնելու մեր նվագախմբին եւ լավ այդ ամեն ինչը ուսումնասիրել եմ ինչ ոնց օրինակ фантастик բան է որ տենց տիպի гениальное такое произведение да Сергей Васильевич Рахманинов он фактически оркестровал в течение там 15-20 дней да фантастик կարճ ժամկետում է այո Եվ այդ տարապումները, օրինակ, հարց կարող է կանգնել, թե ինչի է օգտագործել սաքսոֆոն առաջի բաժնում, չէ՞ որ սիմֆոնիկ նվագումը եւ սաքսոֆոնը ահագին շատ հազվադեպ հանդիպող բան է։ Բայց այդտեղ էլ կա միտք, որտեվ այդ մարդը վերջի 40 տարին չի ունեցել հնարավորություն գալ իր երկիր, իր на свою родину, հա։ Եվ սաքսոֆոնը, որը նվագում է առաջի մասում բուն ռուսական հին երգ ոնց որ սիմվոլիկա է հա ամերիկայում ապրող Ռախմանինովի եւ Ռուսաստանի որը միշտ իր ստեղծագործական կյանքում անցել է իր Ռուսաստանը եւ իր այդ խորությունը փափկությունը եւ ամեն ինչը ռուսական ամեն գործում կա այդ բանը եւ կարող ենք դրանով բացատրել թե ինչու ինքը որոշել է իմ հենց սաքսոֆոն օգտագործել է իդեպ դա իր վերջի գործն է սիմֆոնիկ պարերը եւ տենց տիպի նրբություններ ինչ որ դետալի да произведение дирижер обязан всё знать от и до եւ մենք պարտավոր ենք դրսևորվել այն բանից ինչ գրել է կոմպոզիտորը Այ գրացի ընթացքում այնքան խորը պետք է ուսումնասիրենք, որ հետո արդեն ավելացնում ենք ինչ որ մեր բանը։ Բայց գիտեք, հաճախ հանդիպում ես ինչ որ պուստոյ շոումենների, որ ինչ որ ձեռքը բարձրացնի եւ ցույց տա ես եմ որ կամ любить себя в музыке, да, այս հասկացողությունը շատ հաճախակի բան է։ Այսօր հիմնականում այդպիսի եզրույթների ենք հանդիպում, պարզապես մի փոքր զղջում, ափսոսանք է առաջանում, երբ տեսնում ես իսկապես տաղանդաշատ, բնատուր օժտվածությամբ դիրիժորների, ովքեր
իրենց համեստության պատճառով չեն ունենում այն հանրահռչակումը, որը տրվում է մյուսներին, ովքեր պարզապես կարողանում են լավ կերպարով ներկայանալ հանդիսականի առջև։ Եվ երաժշտական որակը արտահայտված չէ, բայց այդ արտիստիկ կեցվածքը փակում է այդ ամենը եւ շատերի մոտ խաբկանք ստեղծում։ Ես կուզեմ անդրադառնալ սիմֆոնիկ եւ օպերային ձևաչափերին, քանի որ լարային գործիքի եք տիրապետում, սա ինչ որ հատուկ վերաբերմունք սիմֆոնիկ նվագախմբի հանդեպ ձևավորել է թե ոչ, քանի որ փորձ ունեցել եք եւ օպերային նվագախմբի հետ համագործակցության ղեկավարության եւ սիմֆոնիկ, կա ինչ որ հատուկ վերաբերմունք ծրագրերից սկսված։ Իհարկե, անշուշտ կա եւ տարբերություն։ Մենք բոլորս նվագախմբի դիրիժորները, հա, բոլորս սովորում ենք փաստորեն օպերային եւ սիմֆոնիկ դիրիժորություն։ Եվ մենք պարտավոր ենք կարողանալ եւ այն լավ մակարդակով ղեկավարել նվագախմբեր։ Ցավալի մի քիչ փաստ է այն, որ շատ կոնսերվատորիաներում աշխարհում հնարավորություն չունի դիրիժորը դուրս գալ եւ պրակտիկորեն նվագախմբի հետ աշխատել։ Եվ այն դիպլոմները, որ ստանում են դիրիժորները եւ գրված է որ նա օպերային սիմֆոնիկ դիրիժոր է, բայց ոչ մի անգամ դուրս չի գալի նվագախմբի մոտ, դա ցավալի փաստ է, որովհետեւ մի բան է անում ես, օրինակ Մուսինի մոտ այսօր սովորում էի, մենք դասարանում պարտադիր երկու դաշնակահարների հետ էինք անցնում եւ շլիֆավալի свою տեխնիկу, да, изучали произведения։ Եվ միջև մեր մետրը, մեր դասատուն չեր համարում, որ մենք պատրաստ ենք դուրս գալ նվագախմբի մոտ, երբեք մենք չէինք կարողանա այդ անել։ Եվ դա փառք ու պատիվ էր, եւ որ Մուսինը ասում էր՝ «Ты готов завтра к оркестру выходи»։ Եվ գիտեք, դա է հենց փորձը, դա առաջին փորձը հենց ուսանողական ժամանակ դա է, որ դու դուրս ես գալու նվագախմբի մոտ, քո դասատուն նստած է քո առջև, ասում է՝ «Բա ինչի՞ սա սենց արեցիր, բա ինչի՞ սենց, բա մի հատ նա լսի, բա մի հատ սա տես, մի հատ սրան հուշի», հա, եւ այս ամեն ինչը դու սովորում ես հենց նվագախմբի հետ։ Եվ ես ուղղակի կցանկանայի, որ տարբեր տեսակի, տարբեր երկրներում կոնսերվատորիաները կարողանային թույլ տալ ուսանողներին դուրս գալ թեկուզ մի քանի րոպեով այդ նվագախմբի առջև։ Դա է հիմքը։ Դա է մեր գործիքը, ոնց որ ջութակահարը ասի, որ ես ջութակահար եմ, բայց ջութակ երբևիցե վերսած չլինի ձեռքը։ Իսկ ինչ վերաբերում է օպերայի եւ սիմֆոնիայի, հա, սիմֆոնիկ նվագախմբի։ Ձեր վերաբերմունքը ես կուզեմ ավելի հասկանալ, քանի որ լարային գործիքի եք տիրապետում, կա արդյոք հատուկ վերաբերմունք սիմֆոնիկ նվագախմբին, որովհետև օպերան ավելի ենթադրում է երգչական արվեստի խոնարհում, ավելի ընկալում, ավելի առաջնային այդ բեմարվեստն է եւ երգչական արվեստն է։ Գիտեք, խոնարհվել մի քիչ ինձ օտար բառ է, որովհետև ցանկացած սենց ասած ակոմպանիմենտ, հա, սոլիստին սիմֆոնիկ համերգի ժամանակ կամ օպերայում դու պետք է անպայման լինես տանդեմի մեջ, դու չպետք է ես ոնց որ պոչի նման հետևից գնաս, այն որ տենց այդ դեպքում ոչ մի ինտերպրետացիայի մասին խոսք չի կարող լինել եւ անգամ անսամբլի մասին խոսք չի կարող լինել եւ օպերայում ղեկավարելով ինձ համար նենց չէ որ ես մենք փոսում ենք գտնվում ախմետ եւ պետք է ինչ որ հետևես հետևելը պետք է անպայման որտեվ դու պետք է ասենց մի հատ բռնես եւ երկչին հասցնես մի կետից մյուս կետը իրան օգնես առնվազն այդ բանում բայց դու միշտ իր հետ նույն ճանապարհի վրա ես եւ նույն ընթացքում ես եւ նույն ժամանակով ես գնում եւ իհարկե դու ես ձգտում հենց փորձերի ժամանակ դու երկչին բացատրում ես ինչի սա սենց լավ է կամ սա սենց լավ չի եւ արդեն եւ որ բեմադրությունը հա մենք ներկայացնում ենք արդեն երկիչը շատ լավ գիտի դու ինչ ես ուզում ոնց ես ուզում եւ եթե դու пассив վիճակում ես ոչ մի հետարքիր բան նույն ձևի չի ստացվում որովհետեւ նույնպես մոտորը ռոտորը բեմադրության մեկը դիրիժորն է դիրիժորն է եթե դիրիժորը չկարողացավ երկչին զարթնացնի նվախումը զարթնացնի բոլորին կապել իրար հետ հանդիսատեսը չի հասկանա ոչ մի բան հա բայց տարբերությունը շատ մեծ է եւ տարբեր տեսակի ինչ որ ներկայություններ ենք հանդիպում օրինակ այս վերջերս Մարիինյան թատրոն հրավեր ստացա մայստրո Գերգիևից ղեկավարելու Վերդիի Մակբեթ օպերան
իդեպ հեռախոսազանգ ստացա մայստրոից 3 օր մինչև բեմադրությունը Մակբեթի, ասում է Տիգրան, как ты смотришь на то, чтобы через 3 дня продюсировать Макбет в Мариинском театре? Конечно, хорошо, Валерий Михайлович, как всегда, когда вы что-то говорите, я всегда очень хорошо на это смотрю. Макбетը բայց կար ցանկում ձեր։ Այնքան հարցրեց, смотри, дирижировал? Я говорю, нет, Макбет я не дирижировал. Он говорит, ну ты хороший профессионал, ты справишься. Я говорю, я тоже не сомневаюсь. Եվ նենց ասեց, որ իրոք 3 օրից, причем թրիչկը, ավիատոմս մի անգամից Մարինյան թատրոնն այդ ամեն ինչ օպերատիվ արեց եւ 2 օր շուտ բեմադրությունից ես արդեն այնտեղ էի գտնվում։ Նենց ստացեց, որ ոչ միայն ես տեղում մի անգամից, ոնց որ անցալեցի, ոնց որ պարստրան շատ կարճ ժամանակում կարողացա անցնել, դա էլ է ինչ-որ պրոֆեսիոնալիզմի արդեն նշան, պրակտիկայի շնորհիվ, բայց նենց ստացեց, որ գլխավոր դերակատարը հիվանդացավ։ Եվ հապշտապման էին գալի, թե ում գտնել հենց փաստորեն Մակբեթի դերում։ Եվ բարդությունն նրա մեջ էր, որ ոչ միայն մեկին պետք էր գտնել, հա, գլխավոր դերակատարին, այլ նաև 3-ը գլխավոր դերերից պրեմիերա էին։ Այսինքն առաջի անգամ իրանք նույնպես պետք է երգեին Մակբեթ։ Բայց գիտեք, դա այն ուռովնի պրոֆեսիոնալիզմի մասն ենք խոսում, այն ուռովնի թատրոնի մասն ենք խոսում, որ իզուր է ինչ-որ բան խոսալ, որ մի բան ստացվեց, թե չստացվեց։ Իհարկե ամեն ինչ ստացվեց եւ շատ լավ մակարդակի եւ հանդիսատեսը ասկի չհասկացավ մեր ներքին կուխնյան, հա, ոնց թե ինչ։ Իհարկե դա լարվածություն էր, դա մեծ լարվածություն էր, բայց փրկում է հաջող պրոֆեսիոնալիզմը եւ այլն եւ այդ տեսակի հարցերը։ Բացարձակապես տարբեր բաներ են։ Սիմֆոնիկ նվագախումբ ղեկավարել եւ օպերային բեմադրություն։ Իսկ Մակբեթը սիրելի օպերաներից էր գոնե։ Շատ, ընդհանրապես Վերդիի համար գժվում եմ։ Իսկ ավելի հարմարավետ է այս դեպքում սիմֆոնիկ նվագախմբի հետ, թե օպերային, դա չնշեցիք։ Ում հետ է ձեզ ավելի հարմար աշխատելը։ Տարբերությունները հասկանալի դարձան իսկ։ Լավ պրոֆեսիոնալների, լավ նվագախմբերի, լավ սոլիստների, ցանկացած լավ երգիչ լինի, լավ դաշնակահար լինի, ջութակահար լինի եւ լավ նվագախմբերի հետ Գիտեք, կարող է նվագումն էլ այդքան լավը չլինի, բայց եթե տեսնում ես էնտուզիազմ եւ տեսնում ես ինչ-որ պոտենցիալ, նվագումի աճ, որ իրանք ուզում են նվագեն, ցանկացած տեն նվագումի հետ էլ շատ հաճելի է, շատ տենց նվագումների հետ եմ աշխատել, սիրողական դաժ մակարդակի, կային, որ Ճապոնիայում օրինակ սիրողական շատ բարձր մակարդակի նվագում էր, որոնց հետ շատ հաճելի էր, որովհետեւ այդ մարդիկ ուզում են եւ շատ քեզ պատրաստ են պատրել, որ մենակ թե լավ ինչ-որ հետարքիր երաժշտություն, հետարքիր տանդեմ կայանա։ Տանդեմի առումով զգացողությունները փոխվում են, երբ բեմին են լինում նաև հարազատներից, այսինքն եթե ձեր եղբոր հետ եք մեկ բեմում լինում կամ եղել է դեպք, որ ամբողջ ընտանիքով եւ ձեր հայրը եւ ձեր մայրը ներկա են եղել համերգին, բոլորդ որպես կատարողներ բեմում եք եղել, զգացողությունները, պատասխանատվությունը փոխվում է թե ոչ։ Գիտեք, զգացողությունները երևի ավելի հեշտ են։ Իսկապես։ Ավելի հեշտ են, որովհետև եղբորս հետ մենք այնքան լավ ենք տանդեմը իրոք զգում, այո, որ հաճախակի ուղղակի ես չեմ էլ տեսնում իրեն եւ չեմ էլ նայում իրեն։ Մենք մեջքով ենք զգում իրեն, նույն ձևի ինքը։ Նշեցիք մեր ունիկալ ելույթը, դա իրոք ունիկալ ելույթ է, Բեթհովենի triple կոնցերտոն, հա, 3 գործիքի համար, ունիկալ է այն բանով, որ ընտանիք, դաշնամուր, ջութակ եւ թավջութակ շատ են նվագել, բայց նաեւ որ դիրիժորը նույն ընտանիքից լինի, այդպես բան աշխարհում չի պատահել։ Եվ դրանով դա ունիկալ բան էր, մենք Երևանում նվագեցինք մեր ֆիլհարմոնիկի հետ եւ Մոսկվայում նվագեցինք с Московским симфоническим оркестром։ Նույն ձևի բան էր։ Երևի հա պատասխանատվությունը ինչ որ շատ ավելի գուցե մեծ է, գուցե, հա, չնայած բոլոր ցանկացած նվագախմբերի, ցանկացած միակատարների հետ պատասխանատվությունը շատ մեծ է։ Բայց քանի որ դա ունիկալ ինչ որ բան է, փորձում ենք անել, որ ամեն ինչ լինի գերագույն մակարդակի, հա, այդպես տեսակի։
Բայց ասեմ, որ դա կապ չունի ընտանիքի մասնակից է, թե ուղակի շատ լավ մենակատար է։ Լավ մենակատարի հետ, ինչպես ասում են ռուսերեն, всё идет как по маслу։ Եվ անգամ պետք է ինտերպրետացիան ինչ որ նստել եւ մանրամասնորեն դա արվում է սպոնտան եւ արագ եւ հասկանում ես կես բառից իրար։ Ընտանիքի դեպքում մեկնաբանությունների հակասություններ առաջացել են, թե ոչ։ Այն, որ բոլորը արհեստավարժ են, բոլորը մեծ փորձով են, դա փաստ է, բայց մեկ ընտանիքի անդամներ են եւ ամոթի զգացումը շատ ավելի ետ է մղված։ Կարող ես թույլ տալ քեզ չհամաձայնվել, դիտողություն անել։ Այս հարցում համագործակցությունը տեղափոխվել էր պարզապես հարթակ, որը մասնագիտական էր եւ ընտանեկանը մի կողմ էր դրվել, թե զուգահեռվում էր։ Զուգահեռվում էր եւ վերաբերում էինք նույնպես ինչպես ընդհանրապես մենակատարը դիրիժորի հետ ոչ մի տենց առավելություններ չունեինք եւ ազատություն տենց չունեինք բնական լավ պրոֆեսիոնալների հետ ոնց որ տանդեմի ընթացք էր եւ տենց ինչ որ առանձնատուկ բան չեմ նշի որ իմ ընտանիքի մասնակիցներն էին դրա համար յուրահատուկ հա ինչ որ տենց բան չկար Միևնույն է մասնագիտական մոտեցում։ Ես կուզեմ հասկանալ, որքանով եք շեշտադրում ազգայինի կարևորությունը եւ փորձում եք արդյոք որպես դիրիժոր ունենալով հնարավորություն անընդհատ արևմտյան ունկնդրի, ռուսաստանյան ունկնդրի հետ առնչվելու, իրենց քիմքը ճանաչելու, տալ իրենց հնարավորություն մեր կոմպոզիտորական դպրոցին ծանոթանալու։ Անդրադառնում եք արդյոք հայ կոմպոզիտորական դպրոցին։ Միշտ անդրադառնում եմ եւ շատ հաճախ։ Օրինակի համար անցյալ համերգային շրջանում իմ նվագախմբի հետ, որը շատ հեռու է Հայաստանից եւ հայ ազգից փաստորեն հեռու նվագախումբ է, մենք նվագեցինք ուրեմն Բաբաջանյանին մեր Արնո Բաբաջանյանին նվիրված Հոբելյան համերգ, մի ամբողջ համերգ էր նվիրված Բաբաջանյանին եւ Այս վերջերս փակում արեցինք համերգային շրջանի, որտեղ մեծ տեղ զբաղեցեց մեր Արամ Խաչատրյանի գործերը։ Շատ անգամներ կատարել եմ Եղիազարյան, շատ անգամներ կատարել եմ Միրզոյան, Միրզանի գոսերով սիմֆոնիան Խաբարովսկում, Սախալինում, շատ տեղերում, որ սկսեմ շատ քաղաքներում։ Եվ հնարավորի չափ փորձում եմ ցույց տալ մեր արվեստը, մեր կոմպոզիտորական ստեղծագործական արվեստը դրսում, որովհետև եթե մենք հայերս դա չանենք, ով կանի։ Այո։ Իսկ որքանով է ընկալումը համարժեք ներկայացման այն, որ դուք հուզական առումով էլ կրկնակի զգացմունքներ եք այդ պահին փոխանցում եւ մասնագիտական եւ հուզական, որովհետեւ ու նաեւ ազգային, որովհետեւ որոշակի պարտավորվածություն ու պատասխանատվություն է առաջանում։ Փոխադարձումը, հետաքրքրվածությունը ձեզ մեր կոմպոզիտորական դպրոցի հանդեպ կա արդյոք։ Շատ մեծ անգամ եթե կոնկրետ հիմա ռուսական պուբլիկայի մասին խոսանք միշտ մեծ sense հաճույքով, հա, ընդունում են Խաչատուրյանն էլ, Միրզոյանն էլ, Բաբաջյանն էլ, բոլոր ում կատարում են միշտ հետաքրքրությամբ։ Եվ ես կհիշեմ օրինակ Եղեռնին նվիրված համերգ անցյալ տարի Խաբարովսկում։ Գիտեք, մարդիկ եւ ռուսներ էին մոտենում էին հենց գոսերով սիմֆոնիայից Էդվարդ Միխայելչի արցունքներով մոտենում էին եւ ասում էին սա ինչ գործ էր, ինչ մեզ հետ արեցիք։ Շեշտեմ մի անգամ այն, որ ռուս ազգության պուբլիկան եւ Խաչատուրյանից հետո գալիս են համերգ գործվեցինք փակումը Гарсен, потрясающий концерт, это вот почему до сих пор это все не звучало здесь, да, вот сенс банерис լսում եւ ուրախանում։
ճիշտ ասած, որովհետև ինչ որ տենց դժվարություն չի առաջանում, ցույց տալ, բա գիտեք, ես հայ եմ, ես պետք է հայկական կատարեմ, որ դուք հասկանաք, ինչ ասես բաներ չի առաջանում։ Դա այնքան բնական է եւ այնքան աշխարհահռչակ մակարդակի հա, ինչ որ տենց բարձր մակարդակի է, որ բնական բան է։ Ես կուզեի նաև քննարկեինք մի հարց, այս վերջերս համացանցում հնարավորություն ունեցա երաժշտագետներից մեկի կարծիքը լսելու եւ հետաքրքիր առաջարկ էր արվում ակադեմիական երաժշտությունը ավելի հասանելի դարձնելու համար մեկնաբանել այն։ Այսինքն յուրաքանչյուր համերգ նախքան կատարողական process-ին անցնելը լինի նաև մեկնաբանություն, որպեսզի ունկնդիրը էլ ավելի հետաքրքրված լինի եւ այն ամենը, ինչ կարող է նրան թվալ անհասկանալի, դառնա գոնե ուսումնասիրության առարկա։ Ինչ է կարծում, սա կարող է ճանապարհ լինել հանդիսականին ավելի դեպի ակադեմիական դասական երաժշտությունը բերելու։ Իհարկե դա կարող է օգնել։ Ես փորձեցի նույն Ռուսաստանի որոշ նախախմբերի հետ անցնել եվրոպական համակարգի եւ երբ ընդհանրապես բան չեն հայտարարում կամ հայտարարում են թե ինչ է կատարվում կոմպոզիտորին եւ ստեղծագործությունը եւ մանրամասներ ոչ մի չեն ասում բայց հասկացա որ հաճախ դա պետք է կարճ լակոնիկ հա ինչ որ ձևի ներկայացնել կամ ծրագրի ներկայացում, հա, կամ խոսքի, բայց ինչ որ մի ձևի պետք է։ Իհարկե, եթե կատարում ես այդ եթե նույն քաղաքում, ասենք Չայկովսկի 4-րդ սիմֆոնիան է հնչում 500-րդ անգամ, հա, կարիքը չկա այդ բանի։ Բայց եթե ինչ որ նոր ստեղծագործություն են, նոր կոմպոզիտորներ են, ինչ որ բացատրություն պետք է իհարկե։ Եվ դա անշուշտ հաճախ օգնում է։ Երաժշտասերին, հա, հանդիսատեսին ընկալել թե այն ինչ որ լսում։ Ես դեմ եմ այն բանի, որ սկսում են ասենք թեորետիկաբար, հա, այնց բացատրել։ Հիմա տեսականորեն, հա, հիմա կլսեք այ էքսպոզիցիան եւ որ կանցնի ռազրաբոտկայի, այդ ընթացքում կլսեք թե սա ինչ վառ գույներ են, կարող է վառ գույներ չեն։ Դիրիժորը ինքը կընտրի հա վառ գույներով ներկայացնի թե ոնց։ Ամեն դեպքում ինքը կներկայացնի եւ ինքը պետք է նենց ներկայացնի, որ շոկ убедить того слушателя, հա։ Եվ որ մյուս անգամ այդ նույն մարդը ուզենա երկրորդ անգամ գալ սիմֆոնիկ համերգ։ Ես շատ հաճախ մեկ անգամ եկածներին ասում եմ մեկ անգամ որ գալիս եք շատ լավ է, դուրն հետ եկել է, էլի շատ լավ է։ Բայց եթե հանկարծ մեկը գալիս է մեկ անգամ, հա, դուրը չեկավ, մի հուսահատվեք եկեք երկու անգամ գուցե ձեր կոմպոզիտորը չէր, հա։ Եկեք համատեք ուրիշ կամ ստեղծագործությունը, հա։ Համեմատեք մի քան, եթե 2-3 անգամ եկաք կլասիկ սիմֆոնիկ համերգի եւ դուրը չեք, երևի դա ձերը չի, ուղղակի։ Ընդլայնել շատ պոպ մակարդակի, երևի թե հնարավոր չի եւ պետք էլ չի, որտեվ կլասիկ երաժշտությունը դա ինչ որ շատ բարձր մակարդակի եւ ինտելեկտուալ հասկացողություն է։ Բայց մաքսիմալ օրինակ ես իմ գործունեության մեջ էլ փորձում եմ հաճախ այդ просветительская деятельность, հա, դա շատ կարևոր բան է։ Եվ ակցենտ եմ շեշտ եմ դնում հենց երեխաների եւ երիտասարդության դաստիարակության համար, որտեվ դա է ապագան։ Եվ անգամ իմ ինչ որ հեղինակային վերսիաներն եմ անում հեքիաթների, որ կարողանամ կապել խոսքը, օրինակ Չիպոլինո, Սպյաշե Կրասավիցը, Շելկունչիկ, հեքիաթները ներկայացնել կլասիկ կոմպոզիտորների ստեղծագործություններով, կլասիկ ստեղծագործությունով, հա, բարի, եւ գուցե ինչ որ վիդեո շարքով, բանով, հա, որ առաջի անգամ եկած այդ երեխան հասկանոր կլասիկ երաժշտությունը դա չնաշխարհիկ մի բան է եւ բոլորը իրար կապված են, որովհետեւ դա արվեստ է եւ խոսքը եւ նվագը եւ վիդեո շարքը եւ գուցե անգամ տենց տեսակետից մենք փորձում ենք, որովհետեւ փորձել ենք Շիլկունչիկ օրինակ ուղակի սյուիտան կատարել, բայց փոքր երեխային դա այդքան գուցե հետարքիր չի։ Իսկ նամանավանդ առաջի անգամ եկած փոքր երեխային, հա։ Իսկ առաջի անգամ գալիս է մտնում է երաժշտական արվեստի մեջ հենց այդ տեսակետից։ Եվ դա շատ կարևոր բան է։ Երիտասարդների համար արեցի շատ, գիտեք, շատ խիստ եւ նենց դերսկի պրոյեկտ, հա, համարձակ պրոյեկտ Ռոմեո Ջուլիետ։
որտեղ կարողացանք կապել Պրոկոֆիևին եւ Չայկովսկուն, կարողացանք կապել Շեքսպիրին եւ Պաստերնակին, եւ կարողացանք դա ինչ որ թատերակացված բաներ անել Մոնդեկին մի կողմից, Կապուլետին մի կողմից այդ ընտանիքները, ասենց ուղղակի հասարակ բաներ կախեցինք բաներների նման, ազգանները գրած ոնց որ հերոսների նման մի կողմից, մյուս կողմից եւ ամբողջ բեմը կիսեցինք երկու մասի, սպիտակ, սև, մի կողմից հարսանյաց զգեստով, մյուս կողմից սև ոնց որ մահը սենց իր բանով, հա ոնց որ սկասոյ, սմերտ սկասոյ, սենց տաբակ ու այդ ամեն ինչը էլի առաջ անգամ եկած երիտասարդը ընկալեց համ Պրոկոֆիևի երաժշտությունը, համ Չայկովսկիի երաժշտությունը, համ հասկացավ ինչ բան է Ռոմեո ու Ջուլիետան եւ դա շատ բարդ բան է։ Մոսկվայում հաճախ են անում, բայց իրանք հեշտացած տարբերակն են անում։ Իրանք անում են խոսք երաժշտություն, առանձին, իսկ մեր մոտ այդ ամեն ինչը համաձուլվեց, այո։ Վստահ եմ, որ դրանք շատ կարևոր արտահայտման միջոցներ են, որոնք կրթական ամուր հենք կտան կամ գոնե հետաքրքրվածության հնարավորություն կտան, որովհետև եթե երիտասարդը լինելով արդեն երիտասարդ դեռևս առնչության հնարավորություն չի ունեցել, այստեղ միանգամից զուգահեռումով հեղինակների անուններ է լսում, մոտեցումներ եւ արդեն հետաքրքրվածություն է առաջանում եւ վստահ եմ, եթե առաջիկայում սպասվող համերգի հետ կապված օրինակ նշեք, որ Ռախմանինովի վերջին ստեղծագործությունն է եւ ինչու է կիրառել սաքսոֆոնը, փոքրիկ տեղեկատվություն, որը միանշանակ հետաքրքրվածություն կառաջացնի։ Իհարկե, Ունկնդիրը արդեն սպասումով կվերաբերվի ստեղծագործությանը։ Այո, եւ վերադառնալով մի փոքր, հա, դիտալ մանրամասն, վերադառնալով հենց այդ նույն просветительская деятельность, да, о которой я говорил, շատ վաղուց մի 10 տարի առաջ Տամբովի սիմֆոնիկի հետ համերգ տալով ինչ որ եւս տենց մի պրոյեկտեր ես արդեն չեմ էլ հիշում չնայած ինչ էր, բայց բարձում է համերգին գտնվում էր մի փոքր աղջնակ, որը այս 10 տարվա ընթացքում ընկալեց, շատ հետաքրքրվեց այդ համերգով, սկսեց ֆագոտ սովորել, գնաց Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան ավարտեց եւ ինձ մի օր մեկ տարի առաջ դիմեցին, ասեցին маэстро, к вам обращается, к вам хочет обратиться фаготистка, закончится Петербургская консерватория. Она хочет работать там, где работаете вы. Она очень хорошо вас запомнила и хочет продолжать музыкальное творчество именно с вами. Եվ այսօրվանությամբ այդ աղջնակը, որ մեծացել է, հա, ինքը իմ առաջի ֆագոտն է իմ նվախմբի։ Որտեղից որտեղ Ոգեշնչումը ձեր շնորհիվ եւ այսօր արդեն ինքնաարտահայտման ոչ եւ может быть не благодаря мне, а благодаря тому проекту, который я смог преподнести, и девочка запомнила и полюбила и пошла в музыку. Проекտը կարող է լինել ոչ համոզիչ, այնպես որ վստահաբար կարող եմ ասել, որ ձեր շնորհիվ, ձեր օժտվածության շնորհիվ այդ ոգևորությունը եւ սերը դեպի ֆագոտ առաջացել է եւ այսօր արդեն ծառայություն է երկու ստեկ, որովհետեւ մեկը մյուսին ծառայություն է մատուցում, որը նաեւ ծառայություն է հանդիսականին։ Ես կուզեմ հասկանալ զգացողություններն ու պատկերացումները փոխվում են նվագախմբերի հետ, այսինքն եւ հատկապես կուզեմ հասկանալ այն, որ ամեն նվագախումբ ունի մոտավոր պատկերացում, ձեռագիր, բնավորություն, խառնվածք, դա պարզ է, բայց հայրենիքում գտնվելով, չէ՞ որ մենք բոլորովին այլ քաղաքական, քաղաքացիական եւ մշակութային առանձնահատկություններ ունեցող ազգ ենք։ Փոփոխությունները, ձևափոխությունները եւ արդյոք կա անհրաժեշտություն մեկնաբանության փոփոխության, երբ հայտնվում եք հայրենիքում։ Մեկնաբանության երևի թե չէ, որովհետև մեկնաբանությունը ոնց դու ուսումնասիրում ես, կապ չունի որ նվախմբի հետ, եթե դու տաղանդավոր ես եւ ты ярко мыслишь, да, опять же по композитору, քեզ համար կարևոր չի դա լինի Բերլինի ֆիլհարմոնիկում, թե լինի Մոսկվայում, թե լինի Երևանում, տարբերություն չկա, դու ունես քո մեկնաբանությունը կոնկրետ կոմպոզիտորի եւ կոնկրետ ստեղծագործության։
ինձ համար շատ հոգեհարազատ է մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Մասնավորապես այն պատճառով, որ դա մեր ազգային ֆիլհարմոնիկն է, ես շատ կարոտով եւ միշտ հաճույքով եմ գալի Հայաստան եւ միշտ ուրախանում եմ հնարավորությանը գալ եւ նաեւ ոչ միայն հանգստանալ, այլ համերգ ղեկավարել հայրենիքում։ Նաև ազգային ֆիլհարմոնիկի երևի թե կեսը, եթե ոչ ավել երաժիշտների, դա իմ համակուրսեցիներն են, իմ ընկերներն են, իմ բարեկամ ընկերներն են եւ շատ հոգեհարազատ նվագախումբ է իմ համար։ Իհարկե մի անգամ էլ շեշտեմ, որ մեկնաբանությունս չի փոխվում այդ բանից, բայց что-то волнительное и трепетное, особенное какое-то происходит, когда ты на родине. Անչափ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր տեսակ եք եւ յուրաքանչյուր անգամ ձեզ հանդիպելիս հասկանում եմ, որ դաստիարակությունը շատ կարեւոր երևույթ է եւ այն, որ դուք ձևավորվել եք մի միջավայրում, որտեղ բարեկրթությունը առաջնային է, դա հստակ երևում է ձեր վերաբերմունքում եւ բեմին, եւ երաժիշտներին, եւ հանդիսականին, եւ այդ զգուշավորությունը հեղինակների հանդեպ եւ այդ չափի հստակ զգացողությունը, որը միայն հարգանքի է արժանանում։ Իսկապես ես շատ կուզեմ, որպեսզի ձեզ նման երաժիշտները շատ լինեն, դուք ունենաք մանկավարժական ձիրքի փոխանցման հնարավորություն, որովհետև ձեր տեսակի պակասը իսկապես կա։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ, Սոնա։ Եվ կուզեմ նաև լսել վերջին հարցի պատասխանը, ես եմ ասելով ինչ եք հասկանում։ Հայ եմ։ Հայասեր եմ, երաժիշտ եմ։ Անչափ շնորհակալ եմ ու հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալություն շատ։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաև ձեզ, մաղթում եմ հաճելի երեկո եւ շատ կարևոր խոսք հնչեց։ Հայասեր եմ։ Փորձենք մեկս մյուսին շատ սիրել։ Լինելով հայ, գնահատենք մեկս մյուսի կարևոր հատկանիշը, կարևոր ունակությունը եւ տանք հնարավորություն զարթոնքի, ստեղծագործման եւ ապրումի։ Լինենք համագործակից, լինենք շարունակող եւ այդ սիրո կրողը։ Հանդիպելու ենք վաղ երեկոյան կրկին ասելու բարև ես եմ։ Շնորհակալ եմ շատ։ Շատ շնորհակալ եմ, Սոնա ջան։ Շատ հաճելի եւ սենց